Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը միասին ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն համամիտ չէ այն կարծիքին, որ Ռոբերտ Քոչարյանը լավ կառավարիչ է։ ՔՊԱ-ականները միմյանց հերթ չտալով անդրադառնում են երկրորդ նախագահի ասուլիսին ու քննադատում հնչած մտքերը։ Ինքը վատ կառավարել է եւ երբեք ընտրված չի համարվել մեր ժողովրդի կողմից։ Ինչի մասին է խոսքը։ Բոլորն էլ կարանցան ամենալավ ինքն է։ Չափորոշիչները որտեղ են իր հայտարարություն։ Լավը գնահատում է ժողովուրդը ընտրությունների միջոցով։ Բոլոր ընտրություններին, որտեղ ինքը մասնակցել է, միշտ խնդրահարույց է եղել։ Ժողովրդի հիշողության մեջ մնացել այդ պատկերը, որ 4 անգամ Դեմիրճյան ընտանիքին ինքը պարտվել է, 1 անգամ Արթուր Մկրտչյանն է պարտվել։ Այն լավ կառավարման բանը որտեղ է։ Այսօր վարչաբենդի համերգն է Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ է տեսանյութեր է հրապարակում նախապատրաստական աշխատանքներից, թե ինչպես է նա թմբուկ նվագում, մյուսները երգում պարում։ Երեկվա վիդեոյի մեջ նաև Անահիտ Ավանեսյանն էր պարում, ահա կադրերը։ Առողջապահության նախարարը մեկնաբանել է այս դրվագը, ասել երբեմն նաև պարում է։ Ուրեմն մի քանի օր առաջ Թագոհի Ղազարյանի մոտ հարցազրույցի էինք եւ քննարկում էինք եւ այնտեղ քննարկման ժամանակ միտք ծագեց, թե ինչու քանի որ երգելու կամ նվագելու շնորհք չունեմ, այսպես քննարկեցինք, որ ինչու ոչ բարի մի համար դնել եւ իմ նախաձեռնությունն էր, մեր երիտասարդներն էլ սիրով միացան Եվ միասին նման բան ենք նախաձեռնել։ Դուր եկավ ձեզ, թե ոնց։ Այսինքն սպասող միջոցառումներն է ձեր կատարմամբ լինելու այդ ելույթը։ Դե կատարումը շատ մեծ է հնչում, դա բառ է, որը երիտասարդների հետ այո կբեմադրենք։ Մեկ օր։ Պարզապես տարօրինակ է նախարարին, որը բավականին մեծ համակարգ է ղեկավարում եւ բազմաթիվ խնդիրներ կա, տեսնել պարելուց, այսպես ասենք, այդքան ժամանակ ունեիք այդ հարցը։ Սիրելի գործընկերներ, այո, ես նաեւ քնում եմ, հաց եմ ուտում եւ երեխաներիս հետ եմ հեռախոսով շփվում։ Այո, երբեմն պարումել եմ, դա անում եմ աշխատանքից դուրս երեկոյան ժամերի։ Դոնալդ Թրամփն էլ հետ չի մնացել սոցիալական էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա ներկայանում է որպես MAGA նվագախմբի ղեկավար։ Ազգային ժողովի առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվել են։ Ավելի վաղ նա հրաժարական էր ներկայացրել առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Նաև հավելել էր չի ընդգրկվի քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրացուցակում։ Երևանում հայտնի գրասենյակներից մեկում հայտնաբերվել է 29-ամյա սպասարկման մասնագետի D. Արտաքին զնությամբ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սպանություն, հանկարծամահություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Արտառոց դեպք Երևանում տնային կալանքի տակ գտնվող 29-ամյա քաղաքացին վնասել է ոտքի ժապավենը ու փախել։ Մարաշի բաժնի ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ նրան հայտնաբերելու համար։ Կեմերովոյի շրջանի խանութներից մեկում տղամարդը դանակահարել է թոշակառուին։ Բարեբախտաբար տատիկը ողջ է մնացել, օգնության է հասել խանութի աշխատակիցը, մանրամասները ճշտվում են։ Ձիումիսը չի հասել շուկա, մամուլի ասուլիսում հայտարարել է ՍԱԱՏՄ ղեկավարը։ Միևնույն ժամանակ նա հայտնել է, որ պատվաստված ձիումիսը վտանգավոր չէ։ Ձիումիսի մասով ասեմ, ինքը դե աշխարհում շատ երկրներ կա, որ ընդունված է նորմալը հայ ձիումիսը ուտում են, ինքը նես չի։ Եթե իհարկե պատվաստում կա, մալինիզացիա է կոչվում, որը արված է։ Եթե դա արված է, ինքը այդ խնդիրը չունի, այսինքն այդ միսը վտանգավոր չի, կարող բոլորս էլ ուտենք, ընդհակառակը ինքը երևի թե տաղարի մսից միտեղ ավելի ոնց որ ասած հա նուրբ միս է բայց երբ որ չկա այդ սպանդանոցային մորթը երբ որ մենք չգիտենք դա մալինիզացիա արված է թե ոչ դա արդեն մարդու առողջությանը լուրջ վտանգ է սպառնում
Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակն Իրանի շուրջ։ Բայրամով Նարախչիին վստահեցրել է, որ Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր օդային կամ ցամաքային տարածքը որևէ պետություն օգտագործի Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։ Նշվել է, որ խնդիրները պետք է լուծվեն միայն երկխոսության և դիվանագիտական միջոցներով միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան։ Թրամփը հայտարարել է, որ վերջին օրերին Իրանի հետ բանակցել է և մտադիր է շարունակել բանակցությունը։ ԱՄՆ նախագահն Իրանի ղեկավարությանը փոխանցել է երկու հիմնական պահանջ՝ չստեղծել միջուկային զենք և դադարեցնել ցուցարարների սպանությունները։ Սպիտակ տան ղեկավարը կրկնել է, որ շատ մեծ հզոր նավեր են ուղարկվել դեպի Իրան։ Թուրքիան պատրաստ է նպաստել Իրան-ԱՄՆ հարաբերությունների էսկալացիայի նվազեցմանը, հայտարարել է Էրդողանը Փեզեշքյանի հետ հեռախոսազրույցում։ Միասին թերթենք մամուլի էջերը։ Հրապարակը գրում է. ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ոչ միայն քաղաքական հակառակորդների վախը բռնել քրեական հետապնդումներով, այլև սեփական թիմակիցներին։ Իշխանական աղբյուրների փոխանցմամբ իրավապահները նյութեր են նախապատրաստում ԿՊԱ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ, որին ԿՊ վարչությունը չընդգրկեց նախընտրական ցուցակի թեկնածուների մեջ։ Այդ որոշումը շիշ բռնողը բողոքարկեց, բայց կրկին մերժվեց, որից հետո Սարգսյանը սպառնալից ակնարկներ արեց, թե անուններ կտա, ով եւ ինչու է պայքարել իր դեմ։ Երեք Փաշինյանը անդրադառնալով նրան հայտարարեց. «Ես չեմ կարծում, որ այդ քննարկումների բովանդակությունը հանրային դարձնելուն ուղղված գործողությունները բխում են պարոն Սարգսյանի շահերից։ Այդ պատմությունն ընդամենը մեկ բանի մասին է, որ ԿՊ-ն իր անդամների ոչ կանոնավոր կոռուպցիոն տեսանկյունից խնդրահարույց գործողությունները չի հանդուրժելու։ Որքան էլ չեն հանրայնացնում, բայց սրանից պարզ հնարավոր չէր ասել, որ հեռու չէ այն օրը, երբ նա կհայտնվի մեղադրյալի աթոռին։ Այդ ժամանակ Փաշինյանը կհիմնավորի իր զինակցին զոհաբերելու անհրաժեշտությունը, փորձելով տպավորություն ստեղծել, թե չի հանդուրժում կոռուպցիոն երևույթները։ Հովիկ Աղազարյանին մեղսագրվող կաշառքի գործով շոշափվում է նաև Հայկ Սարգսյանի անունը։ Ժողովուրդը գրում է. Նիկոլ Փաշինյանի հրահանգով իշխող կուսակցության տարածքային կառույցներին տրվել է հանձնարարական մարտի 1-ից լինել լիարժեք ձևավորված եւ պատրաստ։ Աշխատանքներն արդեն իսկ ընթանում են հանրապետության ողջ տարածքում։ Տարածքային կառույցներում նկատվում է անսովոր ակտիվություն։ Արագացված ռեժիմով ընթանում են շտաբների ձևավորման, վարձակալության, կադրերի ներգրավման եւ կազմակերպչական աշխատանքներ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանը վերջին օրերին գրեթե ամբողջությամբ կենտրոնացել է շտաբային աշխատանքների վրա, կարծես թե երկրորդ պլան մղելով իր անմիջական պաշտոնական պարտականությունները։ Նա անձամբ է զբաղվում շտաբների կառուցման գործընթացի համակարգմամբ։ Նույն աղբյուրների փոխանցմամբ շտաբային ակտիվացման ուղիղ հրահանգը Փաշինյանից ուղղահայացով փոխանցվում է վարչապետի աշխատակազմի ղեկավար ԿՊ շտաբի ղեկավար Արայիկ Հարությունյանին, ով էլ բաշխել է հանձնարարականը տարածքային կառավարման պատասխանատու Խուդաթյանին։ Ինչու եք աշխատանքի ժամերին զբաղվում կուսակցական աշխատանքներով, ԿՊ կառույցներին զանգով հրահանգելով, որ մինչև մարտի 1-ը բոլոր շտաբները պատրաստ պետք է լինեն աշխատանքի։ Նման բան չկա, քաղաքացիական պայմանագիրը մարզերում գրասենյակներ ունի։ Դրանք բնականon աշխատում են, այս պահին ինչ-որ հատուկ գործընթաց չկա։ Ինչ վերաբերում է իմ աշխատանքին, ապա երբ կսկսվի պաշտոնական քարոզարշավը, այդ ժամանակ օրենքով սահմանված կարգով ես արձակուրդ կվերցնեմ, կզբաղվեմ այդ հարցերով։ Իսկ հիմա ես ոչ մի հրահանգ չեմ տալիս, ձեզ սուտ տեղեկություններ եմ փոխանցել, հայտարարեց նախարար Խուդաթյանը։ Այսպիսով պետք է ամփոփել, որ մինչ քաղաքական դաշտում դեռ վերադասավորումներ են, թե ով ում հետ պետք է դաշին կազմի, ԿՊ-ն կոնկրետ գործողություններով անցել է նախընտրական հաջորդ փուլին, մարդկանց, ռեսուրսների, շտաբների և հնարավորությունների հավաքագրում է անում։ Հրապարակը գրում է. Մեսիջը շատ պարզ է, եկեղեցի Արարատ մեր խորհրդանիշներից չենք հրաժարվում։ Ռոբերտ Քոչարյանը երեկ իր ասուլիսում այսպես մեկնաբանեց թիկունքին թաքցված մեծ պաստառը Արարատ լեռան եւ խոր վիրապի պատկերով։ Մեր տարածաշրջանում փոքր երկրի համար ազգային ինքնությունն այն ցեմենտն է, որը պետականությունն ամուր է պահում։ Եթե ուզում ես պետականությունը քանդվի, այդ ինքնությունը թույլատրու։ Սա աքսիոմիկ մոտեցում է եւ ես չէի կարող ուրիշ կարգի հարաբերություններ ձևավորել եկեղեցու հետ։ Չի եղել որևէ տարաձայնություն իր եւ Մայր Աթոռի վեհապարի հետ հարաբերություններին անդրադառնալով ասաց նա. նկատեցինք, որ սառնասիրտ եւ դաժան մարդու համբավ ունեցող Քոչարյանն ակնհայտորեն սենտիմենտալ էր դարձել եկեղեցու ազգային ինքնության հարցերին անդրադառնալիս։ Նա չթաքցրեց, որ այս իշխանություններն այնքան արեցին, որ անգամ իր նման մարդը ասուլիսի հետնանկար է ընտրել Արարատի խոր վիրապի պատկերները։ Ամերիկացի ֆիզիկոսը հայտնել է, որ գտել է դրախտի տեղը, գիտնականի վարկածով դրախտը տիեզերական հորիզոնից այն կողմ է։ Մայքլ Գիլենը համարում է, որ այնտեղ անցյալ, ներկա եւ ապագա չկա, սակայն աստղագետների մեծ մասն այլ կարծիքի է։ Նրանք պնդում են, որ դիտարկելի տիեզերքից անդին շարունակվում է տիեզերքը, որը մենք չենք կարող տեսնել լույսի սահմանափակ արագության պատճառով։
Աստղագետները երկրին չափերով նման նոր մոլորակ են հայտնաբերել մոտ 146 լուսատարի հեռավորության վրա, որը պտտվում է արևանման աստղի շուրջ, այն 50% հավանականությամբ գտնվում է կյանքի համար պիտանի գոտում։ Մոսկվայում այս տարվա ձմեռն վերջին 203 տարվա ընթացքում ամենացրտաշունչն ու ձնառատն է, սառնամանիքը պահպանվելու է, օդի ջերմաստիճանը կնվազի հասնելով -25-ի, ձյան առատ տեղումները դժվարացրել են երթևեկը, Մոսկվան կրկին հայտնվել է ձյան թակարդում։ Իսկ սա Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Տալկամական անապատն է ձյան մեջ։ Եվ եղանակ վաղվանից տաքանում է, բայց սպասվում են տեղումներ։ Վաղ երեկոյան ժամերից Հայաստանին միջերկրական ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնը, որը մեր երկրում կմնա մինչև փետրվարի 4-ը ներառյալ, ինչի արդյունքում վաղ երեկոյան ժամերից սկսած մինչև փետրվարի 4-ը հանրապետության առանձին շրջաններում կդիտվեն տեղումներ, հիմնականում ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում նաև կդիտվի քամուր գնացում մինչև 17-ից 20 մետր/վայրկյան հեռագությամբ, բուք ցածր հորիզոնական տեսանելիություն, բայց քանի որ այդ ցիկլոնը գալիս է միջերկրական ծովից, այն հարավ-արևմուտքից իր հետ բերում է տակոթային հոսանքներ, ինչի արդյունքում վաղը ցերեկային ժամերից սկսած մինչև փետրվարի 3-ը ներառյալ հանրապետության ողջ տարածքում, այդ թվում նաև Արարատյան դաշտում ու Երևանում, օդի ջերմաստիճանը այս օրերի համեմատ կբարձրանա մոտ 7-ից 8 աստիճանով։ Հետևեք անցուդարձին, կհանդիպենք երեքշաբթի։